Պարոն Մանուկյան, նախընտրական շրջանում ասում եք, որ ձեր խնդիրներից մեկը լինելու է քաղաքացիներին ընտրատեղամաս բերելը։ Հիմա մասնակցության այս տոկոսը, որ կա 50%-ից ցածր, կարող ենք ասել, որ ինչ-որ չափով ձեր ցածր տոկոսը պայմանավորված է նաև չմասնակցած քաղաքացիներով։ Ու այն հատվածով, որ քաղաքացիների փաստորեն մեծ մասը չի հավատում, որ ընտրությունների միջոցով հնարավոր է փոփոխության հասնել։ Գիտեք, եւ իշխանությունները, եւ ընդդիմադիր ուժերը, եւ նաեւ շատ վերլուծականներ, վերլուծաբաններ, իրենց վերլուծություններով եւ ասուլիսներով եւ բաներով մարդկանց հուսալքում են։ Սա շատ կարեւոր է, որպեսզի մենք ֆիքսենք։ Այսինքն ասում են մեկա բան չի փոխվելու, բան այդ մեսիջները, այդ ուղերձները հասնում են քաղաքացիներին։ Եվ քաղաքացիներն ասում են, դե որ մեկա այս մարդը էքսպերտ մարդ է, չէ, փորձագետ է, ինչ որ միտեղ նստած լուրջ դեմքով խոսում է։ Դե որ ինքը ասում է բան չի փոխվելու, ես գնամ ընտրության ինչ անեմ։ Այսինքն այդ այն մարդն է, որ իմ փողով չեն տանում եւ ադմինիստրատիվ ռեսուրսով չեն տանում։ Եւ երեք մենք արձանագրում ենք եւ լայվեր ենք մտնում, ասում ենք սիրելի քաղաքացիներ, գնացեք ընտրության, կապ չունի ում եք ընտրում, գնացեք ընտրության։ Որովհետեւ հասկանում ենք, որ ՀԿ-ի ընտրողը գնացել է ընտրության։ Իսկ ո՞նց է գնացել։ Նրան տարել են փողով, նրան տարել են ադմինիստրատիվ ռեսուրսով, որովհետեւ ներկաբացակա են անելու իրան, իր հիմնարկում։ Իսկ ընդդիմադիր ընտրողը, գաղափարական ընտրողը, այդ վերլուծաբաններին լսելով, չգիտեմ, հիասթափվելով, պարլամենտի ընտրությունների արդյունքներով հիասթափվելով, երեկվա օրվա ընթացքում տեղի ունեցած բռնությունների տեսանյութերով հիասթափվելով, չի գնացել ընտրությունների։ Եվ չգնալով նա ըստ էության ջուր լցրել այն ջրաղացին, որ հիմա կա 70%-անոց հանրապետական կուսակցության ավականի Երևան քաղաքում։ Հիմա մենք ամեն բան արել ենք, որ ընտրողը գնա ընտրության, բայց որքանով որ գնացել է, դուք տեսնում եք, որքանով է գնացել, հիմա պետք է շարունակենք մեր պայքարը, պետք է շարունակենք քաղաքացիների հետ ամենօրյա ռեժիմով աշխատանք տանել։ Պաստորեն արձանագրում ենք, որ հանրապետական կուսակցության հաջողվեց հաղթանակ ապահովել հիմնականում ընտրակաշառքի միջոցով, բացի իր պոտենցիալ ընտրազանգվածից, Սա անկասկած, միանշանակ։ 15,000 դրամների նախաձեռնությունը կարող ենք ասել, որ ուշացած էր կամ չաշխատեց այս դեպքում բավարար չափով, այլ մեխանիզմներ են հարկավոր գուցե։ Ես կարծում եմ այդ նախաձեռնության լուրը, ուղերձը հասավ նրանց, ովքեր ամեն դեպքում ընտրակաշառքով չեն քվեարկում։ Այսինքն քննարկվեց սոցցանցերում, մամուլի էջերում, բայց հազարավոր մարդիկ, ովքեր այդ ընտրակաշառքի կարիքով են ընտրում, այդ ուղերձը նրանց չհասավ, որովհետև վերջին շաբաթն էր, եւ միգուցե շուտ հասներ, այլ լինեին արդյունքները։ Ամեն դեպքում մենք արեցինք ինչ որ կարող էինք, եւ այդ գաղափարներ ծագել էր քարոզարշավի ընթացքում եւ պարլամենտի ընտրությունների վերլուծության արդյունքում։ Այսինքն մենք բակ առ բակ գնում էինք մարդկանց հետ զրուցում ենք եւ վերջում եկանք այդ եզրահանգման, որ եթե մենք չկարողանանք ընտրակաշառքի դեմն առնել, մոտավորապես դինելու է այս արդյունքը։ Այսինքն մենք մի շաբաթ առաջ գիտեինք այս արդյունքի ձևավորման մոտավոր հատկանիշները, թե ոնց է լինելու։ Եվ դրա դեմ փորձեցինք առնել։ Եվ քննադատվեցինք, չգիտեմ, բայց ամեն դեպքում նաև շատ դրական արձագանք էլ կար։ Հիմա ես չեմ կարող դա չափել, որքանով է աշխատել կամ չի աշխատել։ Չափման միակ բանը կարող է այն լինել, որ հիմա ասենք քիչ մասնակցության թվի մեջ ավելի շատ ձայն ենք տարել։ Այսինքն մեծ հաշվով մենք ձայն չենք կորցրել դրա արդյունքում, բայց որ ասեմ դրա արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ էլ գնացել ընտրել են, դա էլ չի տեղի ունեցել։ Եվ պետք է ինչ անել, պետք է մտածել, շարունակել նոր մեխանիզմների փնտրտուքը, աշխատել մարդկանց հետ։ Պարոն Մանուկյան, նա վստահություն կար, որ չմասնակցած ուժերի ձայները, որոնք իրենց ընդդիմադիր էին համարում խորհրդարանական ընտրությունների ընթացքում, այդպիսի քարոզարշավ են վարում, կողվեն ձեզ, բայց փաստորեն կարծես դա տեղի չունեցավ, ինչն է պատճառը։ Գիտեք, դա մեխանիկական գործընթաց չէ։ Դա այսինքն ինչ որ մի դարակում դրած ձայն չի, որ վեր ունես դնես հիմա էլ էստեղ։ Նման բան չկա։ Քարոզարշավի արդյունքում այդ չմասնակցող ուժերը կարող էին կոչ անել, ուղերձել իրենց ընտրողներին եւ ասել գնացեք ցայն տվեք ելք դաշինքին կամ այլ ուժի։ Եվ այդ ուժերից չմասնակցող ուժերից միայն հայ հեղափոխական դաշնակցությունն էր, որ հայտարարեց, որ իմ ընտրողներին ես կոչ եմ անում ընտրել հանրապետականներին։ Միայն դաշնակցությունը ասաց դա։ Ազատ դեմոկրատները, չգիտեմ, էլի մի ուժ է, թե չեմ սխալվում, էլի մի ուժ էր հայտարարել, որ ազատ են թողնում իրենց ընտրողներին, այսինքն կոնկրետ աշխատանք չտարվեց, որ ընդդիմադիր ուժը հաղթի։ Դե ես չեմ կարող ասել, ես կարծում եմ այդ հարցի բացատրությունը ոչ թե պետք է մենք տանք, այլ տան են ուժերը, որոնք դա չեն արել։ Հիմա այդ հարցը քանի անգամ նաև հնչեց ասուլիսի ժամանակ։ Մեծ հաշվով ես չեմ կարող իրենց տրամաբանությունը մեկնաբանել։ Չգիտեմ, ամեն դեպքում եղավ այնինչ եղավ, այսինքն այդ ուժերը չմասնակցեցին, չմասնակցելով նաև որևէ կոչ չարեցին ընդդեմ հանրապետական։ Ես չեմ ասում կոչ անեին, ասեն ելք դաշինքին գնացեք անպայման ընտրեք։ Թող կոչ անեին, ասեն երկի ծիրանին ընտրեք։ Թող ինչ որ կոչ անեին, թող ասեին գնացեք ձեր խղճով ընտրեք, բայց գնացեք ընտրեք։ Թող ասեին ընտրակաշառք մի վերցրեք։ Հա, ինչ որ բան ասեին,
Այսինքն քաղաքական process-ը իմ պատկերացումներով, հա, որպես գիտություն նաև, դա մասնակցային process է։ Եվ եթե կա քաղաքական գործընթաց, եւ դու քաղաքական ուժ ես կամ քաղաքական գործիչ ես, ինչ որ կերպ պետքա փորձես մասնակցել եւ ազդել process-ի վրա։ Այն ուժերը, որոնք չեն մասնակցել եւ չեն փորձել որևէ կերպ ազդել process-ի վրա, եւ նրանց չմասնակցությունն է ազդել process-ի վրա, նրանք կարծում եմ պետք է խորը վերլուծություններ անեն արդյունքների հետ կապված, որովհետեւ մենք ես էլի եմ գալիս են եզրանկան, որ մենք ինչ հնարավոր էր արել ենք, ինչ հնարավոր էր արել ենք։ Եվ պարոն Մարուկյան, հիմա ընտրական ցիկլը քանի որ ավարտվեց է ավական ընտրություններով, առաջիկա 5 տարիների համար, հա, ընդհանրապես ինչ է կարծում հնարավոր են ֆորս մաժորային իրավիճակներ են կոնտեքստում, որ ինչպես հարցի սկզբում նշեցի 50%-ից ավել ընտրությունների ընդհանրապես չգնաց եւ գուցե կա անվստահություն հենց ընտրական մեխանիզմների նկատմամբ։ Չէ, այն որ կա անվստահություն ընտրական մեխանիզմների նկատմամբ, դա որևէ մեկս չենք երգել։ Մենք ինչ ենք ասում։ Հիմա մենք ինչի ենք անընդհատ շեշտում, որ մենք արձանագրել ենք ելք դաշինքին տրված յուրաքանչյուր քվե։ Ինչի համար է սա, որ քաղաքացիները տեսնեն, որ իրենք գնացին ընտրեցին եւ ինչ որ մարդ ընտրվեց, ինչ որ բան, ինչ որ պաշտոնում։ Տեսեք, մենք գնում ենք Դավթաշեն համայնք Խավազարշավի, ինչ որ մեկը մեզ ասում էր, «Սաղ սուտ է, չկա նման բան», ասում ենք մի րոպե, սիրի քաղաքացի, ասում ենք Գորգիսյան Գևորգ, արի հələ։ Գորգիսյան Գևորգը գալիս էր, ասում ենք, «Էս տղուն տեսնում ես», ասում հա։ Մենք այս մարդը ընտրվել է Դավթաշեն վարչական շրջանից։ Այսինքն սաղ սուտ չի, ով գնացել է ընտրության, այս մարդուն որ ընտրել, այս մարդը ընտրվել է, ելք դաշինքի թերթիկով վերցրել, այս մարդը ընտրվել է, ասում են լավ բան, ասենք հապաղում էր մարդը։ Եվ այդ նույն կերպ եթե լինում էր Ավան վարչական շրջանում, ասում ենք Մանեթ Հանդիլյանին նայի, լինում էր Կենտրոնում, ասում ենք Նիկոլ էստեղից է ընտրվել, լինում էր Մալացիայից, ասում ենք Արադ Միրզոյանը էստեղից է ընտրվել, այսինքն սա շատ կարևոր ուղերձ է։ Մարդը տեսնում է, կարող է շոշափել այդ իր կողմից ընտրված падգամավորին։ Եվ այդ անհավատությունը, այդ հուսալքությունը, այդ անվստահությունը դուրս էր գալիս։ Ուրեմն հնարավոր որ ընտրել եմ, ընտրվել է, այ քեզ բան։ Մինչև հիմա նման բան չէր եղել։ Ասեք վերջին 15 տարվա ընթացքում երբ է Երևան քաղաքից 4 ընդդիմադիր падգամավոր ընտրվել։ Երբ է եղել։ Վերջի անգամ մեծամասնական ընտրակարգով ես եմ ընտրվել Վանաձորի թիվ 30 տարածքից։ Ով է ուրիշ ընտրվել, թող մեկը ասի, թող մատով ցույց տա։ Այսինքն մենք այդ օրինակներն ինչի ենք բերում։ Դրանք փոքր մեծ հաջողության պատմություններ են։ Մենք պետք է փոքր հաջողության պատմությունների վրա կառուցենք հետագա քաղաքական գործընթացը եւ ոչ թե հուսահատության, հուսալքության, մարդկանց արտագաղթի կոչեր անող կամ մարդկանց բռնությունների կոչեր անող, արունայողության կոչեր անող բաների, օրինակների վրա փորձենք կառուցել քաղաքական process։ Այդ օրինակները քաղաքական process-ի օրինակներ չեն կարող լինել։ Պարոն Մարուկյան, ամփոփելով առաջիկա խորհրդային նիստը մայիսի 18-ին տեղի ունենալիք, ինչ առաջնահերթություններ կնշեք եւ ինչ սկզբունքով ընտրությունը կատարվելու մամուլը գրում էր, որ օրինակ Արամ Սարգսյանը հրաժարվել է խմբակցության ղեկավարի պաշտոնից, այդպիսի հրապարակում եղավ, թողնելով ձեզ կամ Նիկոլ Փաշինյանին, ինչքանով է համապատասխանում իրականությանը։ Իրականությանը չի համապատասխանում այդ լուրը, քանի որ մենք որևէ հարց չենք քննարկել խմբակցության ղեկավարի քարտուղարի կամ այլ հարցերի վերաբերյալ։ Հետևաբար Արամ Սարգսյանն էլ չէր կարող հրաժարվել։ Այսինքն դա մամուլի բանն է, ինչ որ լուր է, ինչ որ հետաքրքիր մի օր որոշել մի բան տպել։ Ես կարծում եմ այսօր ամսի 15-ն է, 16-17 մենք 2 օր ժամանակ ունենք, կհավաքվենք խմբակցությունով, բոլորը հոգնած, գիտեք, ուժասպառ վիճակում են այս ընտրությունների արդյունքներով։ Կհավաքվենք, կաշխատենք եւ պատշաճ բարձր մակարդակով կնախապատրաստենք պարլամենտի առաջին նիստին եւ դուք նիստի ընթացքում դա կտեսնեք։ Ում էլ որ կընտրենք, ում էլ որ կնշանակենք, մամուլի հաղորդագրություն կտանք, բոլորը կիմանան։